Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը խաղաղության պայմանագիրը ստորագրելով պարտավորության մասին որևէ նորություն չի պարունակում։ Ուստի տրամաբանական հարց է առաջանում՝ ում է ուղղված նրա Facebook-ան այս գրառումը։ Արդյոք այն ուղղված է միջազգային հանրությանը։ Դժվար է պատկերացնել, որ նման լրության հարցի շուրջ, ինչպիսին հայ-ադրբեջանական բանակցություններն են եւ Կովկասում ստեղծված իրավիճակը, հաղորդակցման հիմնական ձևը կարող է լինել սոցցանցային գրառումը։ Ուստի ավելի հավանական է, որ Փաշինյանի այս հայտարարությունը ներքին լսարանի համար է նախատեսված։ Այսինքն, դրա հիմնական հասցեատերերն իր երկրի հանրությունն է։ Եթե այդպես է, ապա հաջորդ հարցն է առաջանում. ինչու է նա այդքան անհրաժեշտություն համարում հանրությանը բազմիցս հիշեցնել, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Առավել եւս, եւ սա վաղուց հայտնի դիրքորոշում է։ Փաշինյանը դեռ այն ժամանակ էր բարձրացնում նման պարտավորության մասին, երբ պայմանագրի կետերը դեռևս ամբողջությամբ համաձայնեցված չէին, անգամ հայտարարելով, որ կարելի է ստորագրել արդեն համաձայնեցված կետերը, իսկ մնացածի շուրջ շարունակել բանակցությունները։ Իրականում Փաշինյանն ամենալավ է գիտի, որ այս պայմանագիրը խաղաղության հետ ուղղակի կապ չունի։ Նրա նման բարբերական հայտարարությունների իրական նպատակը թերևս հանրությանն ուղղված հավաստիացումն է, որ հնարավոր ռազմական շահությունների եւ նոր բախումների դեպքում ինքն անձամբ պատասխանատվություն չի կրում։ Այսինքն նա ուզում է հանրությանը համոզել, որ արել է հնարավոր ամեն ինչ ռազմական հսկայության կանխելու համար։ Սակայն ինչպես պայմանագրի ստորագրումը դեռևս չի նշանակում իսկական խաղաղություն, այնպես էլ Փաշինյանի այս հավաստիացումներն ինքնին բավարար չեն պնդելու, թե նա իսկապես արել է հնարավորը ու բավարար չափով արդյունավետ գործել է ռազմական լարվածության կանխարգելման ուղղությամբ։